շնորհակալություն, Տիկնակետ Պանայք, հարգելի գործընկերներ, մեզ պատիվ է հանդես գալ այս պատվավոր լսարանի առաջ, քննարկելու, թե ինչպես կարող ենք խթանել կանանց մասնակցությունը զինված ուժերում և զինված ուժերից դուրս։ Այս հարցը փոխկապակցված է ազգային անվտանգության, ժողովրդավարական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների հարցերի հետ։ Նախքան խոսքը շարունակելը ցանկանում եմ երախտագիտություն արտահայտել ՄԱԿ կանայք կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցներում ծառայություն իրականացնող բոլոր կանանց։ 21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների, թե կանանց և թե տղամարդկանց կարողությունների համատեղումը և փոխլրացումը։ Ժամանակակից անվտանգային կառույցների անհրաժեշտ են բազմազան կարողություններ, մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական համայնքների հետ իմաստալից հաղորդակցության ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններիս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այդ իսկ պատճառով Հայաստանի համար կանանց ներգրավումը անվտանգության համակարգում, մասնավորապես զինված ուժերում, չի համարում միայն խորհրդանշական քայլ, այլ հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։ Չնայած զգալի առաջընթացի, մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես ղեկավար պաշտոններում։ Կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություն ստեղծելու նպատակով Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Դրա կարևոր օրինակներից է կանանց կամավոր 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18-ից 27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրոյի չափ գումար։ Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից։ Հատկանշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայմաններ և զարգացած ենթակառուցված ծառայությունը հավուր պատշաճին կազմակերպելու և արդյունավետ արդյունքներ գրանցելու համար։ Այստեղ է կազմակերպվում նաև կամավոր ժամկետային զինծառայությունը։ Ցանկանում եմ նաև ընդգծել հայկին զինծառայողների մասնակցությունը արտերկրում խաղաղապահ առաքելությունների, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Կանանց ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, կապի և վերահսկման, լոգիստիկայի, ռազմական կրթության ոլորտներում և հետախուզության որոշ օղակներում։ Զինված ուժերից դուրս կա նաև ներառականության ավելի լայն մշակույթ Հայաստանի անվտանգության համակարգում։ Այսօր կանայք զբաղեցնում են Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության և արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը, օրինակ ներքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ինչպես նաև գլխավոր դատախազը։ Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգության կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, սակայն նաև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի ցանկալի արդյունքի հասնենք։ Համոզված եմ, որ կին բարձրաստիճան պաշտոնյաները ոգևորում են բազմաթիվ աղջիկների ու նաև ցույց են տալիս, որ հնարավորություն կա։ Կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են և սա մեզ ավելի լավ ապագայի հույս է տալիս։ Միանշանակ է, որ անվտանգային ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է։ Այս խնդրի հասցեագրումը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ։ Գործադիր է ազգային ժողովը, դատական իշխանության մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները,
մեծ աշխատանք անելու այս ուղղությամբ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ ԱԽ 1325 կանայք խաղաղություն եւ անվտանգություն բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանին ընթառաջ Հայաստանի Հանրապետությունը մշակել է իր գործողությունների ազգային երրորդ ծրագիրը, որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման եւ կանանց դեմ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հետևում է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային, միջազգային մարդասիրական իրավունքին, ինչպես նաեւ միջազգային աշխատանքի կազմակերպության կողմից սահմանած չափանիշներին։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Հայաստանի ազգային ժողովը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևոր դերակատարում ունեն պաշտպանության եւ անվտանգության առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում։ Նրանց ներգրավվածությունը ուժեղացնում է թափանցիկությունը եւ նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է։ Այն ներառում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն եւ սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումը անվտանգության ողջ համակարգում նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ համալրում է մեր ազգային ներուժը եւ ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ Քանի որ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումների ուղին, մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ։ Ձեր փորձառությունը, ձեր աջակցությունը ու ձեր ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն մեր համատեղ անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս համաժողովի կազմակերպման եւ ելույթի համար։ Շնորհակալություն։ Thank you very much. As we continue with the program, we will move to a slightly more closed door format. So if I may respectfully ask press to leave